ես խնդրեցի Տիրոջը ինչի մասին խոսել աղոթում է, вообще ինչի մասին, ինչ թեմա, ինչ վերցնել։ Դե գիտեք, Աստծո խոսքը ամեն մի կյանքի բնագավառին էլ կպնում է, դիպչում է։ Միջկա մի բնագավառ, որ Աստծո աչքից հեռու կամ ասե դա էդի կարևոր չէ, անկարևոր բան չկա։ Ամեն ինչ էլ կարևոր է, դրա համար դժվար է կողմնորոշվել ինչից ու գիտեք ինչ, ես որոշեցի, ավելի շուտ ոչ թե ես որոշեցի, այլ Աստված իմ սրտի մեջ դրեց խոսել այն ամենահասարակը եւ ամենաուժեղը։ Դա իհարկե Աստծո ավետարանն ուրիշ ինչ կա, հասարակ ու ուժեղ։ Ինքան հասարակը շատ մարդկանց հասկանալի չէ, այդ իր հասարակության պատճառով։ Բայց երևի դա ոչ թե նրանից որ հասկանալի չէ, այլ մարդու սրտից է կախված, ոնց է մարդը նայում Աստծո ավետարանին։ Իհարկե դա կուզեի սկսել հենց մեր Տիրոջ լեռան քարոզից։ Դա Քրիստոսի ուսմունքն է, դրա մեջ է ասված ամեն ինչ կյանքի, դրույթների, մարդկային հարաբերությունների Տիրոջ Աստծո եւ մարդու մեջ ամեն ինչի մասին ասված է։ Մի մարդ մինչև անգամ ասեց, եթե վերցնենք աշխարհի ամբողջ փիլիսոփայությունը, մտախոհությունները, որոնք մարդիկ մտածել են, խորժել են, գրել են, ամբողջ հոգեբանությունը վերցնենք, ինչքան գրքեր են գրված այդ մասին, շատ, ու այդ բոլորը միասպես սեղմենք, քամենք այն ջուրը, թափվի, մնա այն ինչ որ կա, էությունը, ասում եմ, եթե այդպես անենք, այդ ամբողջից կմնա մի շատ թեթև նմանություն Քրիստոսի լեռան քարոզին։ Այսինքն այն ինչ որ մարդկությունը դարերով ինչ որ բանի է եկե հասկացե, Աստված արդեն դա իր խոսքում ասել է։ Նոր բան գոյություն չունի։ Աստված ամեն ինչ ասել է։ Բերեք սկսենք հենց Մատթեոսի 5-րդ գլխից ես թեման անվանել եմ որոշեցի այդպես կոչել ճանապարհ դեպի Աստծո առկայություն։ Ճանապարհ բառը իրոք քրիստոնեությունը դա ինչ որ մի կետ չէ, քրիստոնեությունը դա ճանապարհ է, ինչպես Քրիստոսն ասում, ես ճշմարտություն եմ, ճանապարհ եւ կյանք։ Կվերցնես ճշմարտությունը ու այդ ճանապարհով կանցնես ու կմտնես կյանքի մեջ։ Ես ինչ հասարակ ասել է։ Հորինել հեչ բան պետք չէ։ Վերցրու Աստծո ճշմարտությունը, ընկիր ճամփա, որը մեր կյանքի երկարությունն է, եւ կմտնես կյանք, կաբրես եւ այս կյանքում կաբրես եւ կգնաս հավերժության մեջ։ Տեսեք ինչքան հասարակ է Աստծո խոսքը, Տիրոջ խոսքը։ Ամեն մի նախադասության, ամեն մի բառի մեջ մի ամբողջ աշխարհ կա։ Կարդում ու վերջ չկա այն հայտնություններին, կարծես թե կարդում ես առաջին անգամ։ Բացվում է այդ խորությունը, իմաստությունը։ Լեռան քարոզը սկսվում է, հիմա ես բացեմ, այսպիսի խոսքերով եւ բազմությունը տեսնելով նա լեռը բարձրացավ
Եվ երբ նստեց այնտեղ, աշակերտները եկան նրա մոտ։ Եվ իր բերանը բացելով սովորեցնում էր նրանց եւ ասում. Գիտեք ինչ, փորձում եմ պատկերացնել այդ Եվրոպան, այդ իրականությունը։ Մատ խորեք, մտածեք, աշխարհի ստեղծողը բարձրավ մի քիչ բարձր, որպեսզի տեսնի բոլոր նրանց, որոնց ինքն է տվել կյանք։ Բայց ոչ միայն այդ կողմից, այլ նաև շատերը նրա ընկերներն էին։ Բագի տղաները, միգուցե ֆուտբոլ էին խաղացել իրար հետ։ Չգիտեմ, միգուցե իրար հետ սովորել էին։ Ուրիշ չէին, դա իր հարազատներն էր, իր ազգն էր։ Բայց նա մենակ մարդ չէր, նա եւ Աստված էր, ու նայում էր ու գիտեր յուրաքանչյուրի անցյալը, գիտեր յուրաքանչյուրի ներկան նրանց խնդիրները, կարիքները եւ այլն, ամեն ինչ գիտեր եւ բացի դրանից գիտեր նրանց ապագան։ Գիտեր թե ինչով կվերջացնեն, ինչ կստացվի, ինչ կեղնի։ Գիտեր նրանց կարիքները, նրանց սրտի ցավերը։ Հայրը նայում էր իր զավակներին, այդ աչքով էր նայում, այդ սրտով էր նայում Հիսուսը, ու տեսնում էր ամեն մեկին, եւ իհարկե ուզում էր մի բան մենակ, որպեսզի ընտրեն ուղին դեպի կյանք։ Եվ առաջին խոսքը, որ ասում է առաջին պունկտը, ինչից սկսվում է ճանապարհը, ուղին դեպի Աստծո առկայություն, հնչեցրեց այսպիսի խոսքերով. Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Քանի անգամ կարդացել ենք այս խոսքը, ու ինչքան կարդանք այնքան էլ ավելի շատ է բացվելու իմաստը։ Առաջին հերթին մեր մարդկային տեսակետից թվում է, թե ոնց թե հոգով աղքատները, ես եղնեի կսեի հոգով հարուստները, կպատկանե, նրանց կպատկանե Աստծո առկայությունը, ոնց կարող է աղքատը ինչ-որ բանի տիրանալ։ Ու մենք կտեսնենք հետո, որ ամեն մի խոսքը ոնց որ հագասում է մեր մարդկային հասկացողությանը, այս աշխարհի հասկացողությանը։ Ոնց որ թե Քրիստոսը ընդդիմանում է այս աշխարհի ոգուն, եւ դա այդպես է։ Երանի այդ բառը շատ լավ բառ է հայերեն, ռուսերեն այդքան չի հնչում բլաժենն է, բայց հայերեն երանի, որ ասում ես արդեն չգիտեմ ոնց, ինչ, ինձ կտվա այդ բառը մենակ հայերենով կարելի ճիշտ ասել։ Երանի հոգով աղքատներին, ով են դրանք։ Ես անգամ եմ մտածել, աղոթել, փորձել պատկերացնել, հասկանալ այդ մարդու էությունը, որը հոգով աղքատ է։ Հարցրել եմ, Տեր, ոնց հոգով աղքատ լինեմ, ինչ անեմ, որ լինեմ հոգով աղքատ, ինչն է։ Ես աղքատի առաջին, ասես ասած, էությունը դա նա է, որ աղքատը միշտ կարիք ունի, կարիքի մեջ է։ Աղքատը միշտ ինչ-որ մեկից կապում ունի, կախված է, չի կարող ինքն իրեն որոշել իր պրոբլեմները եւ այլն, նա աղքատ է, նա կարիքի մեջ է։ Նա կախված է ինչ-որ մեկից, նա չի կարող լինել առանձին, ինքնուրույն, չի կարող լինել, նա զգում է։ Դա կախված չէ բանից, որ ինչ-որ մատերիալական տեսակետից ինչ ունի, դա вообще կարևոր չէ, ընդհանրապես կարևոր չէ։
կփորձեմ հայերեն ամեն խոսքերն ասել լավ։ Դա կարևոր չի, սիրելիներս։ Մարդ կարող է ամեն ինչ ունենալ։ Տուն, տեղ, հարստություն, ամեն ինչ ինչ որ ես աշխարհում արժեք ունի, բայց չզգա այդ հարստությունը։ Բայց զգա իր մեջ այդ աղքատությունը, որ ունենալով այդ բոլորը ոչինչ էլ չունի, ոչինչ էլ չի հասկացել, ոչինչ չի հասկացել, այդքան հասարակ բան, բայց ինչքան դժվար է դառնալ այդպիսին։ Երևի լսած լինեք կար մի փիլիսոփա հին Սոկրատես կարծեմ։ Ես շատ անգամ կարդացել եմ նրան երբ որ հարցնում են այս Սոկրատես դու ինչ հասկացար որ ամեն օր ինչ որ խորհում ես, կարդում ես, ինչ ես հասել այդ բոլորով ասեց գիտեք ինչ ես հասկացա որ ես ոչինչ էլ չհասկացա իսկ դուք տեգետներդ ինչև անգամ էլ չհասկացաք ու իրոք գիտեք ինչ մարդու առաջին քայլը դեպի Աստծո արքայությունը սկսվում է այստեղից հասկանալ որ դու չգիտեմ այդ բառը կարելի է օգտագործել ոչ որ ոչնչություն լինես առանց նրա ոչինչ քեզնից չես ներկայացնում առանց նրա այստեղից է սկսվում եթե այս քայլը ամենակարևորն այստեղից է սկսվում դրա համար Հիսուսը նայելով իր աշակերտներին ուս ասեց այդ խոսքը երանի նրանք ովքեր այս րոպեին այս մոմենտին կզգան իրենց այդպիսին հոգով աղքատ ես ծառայում եմ մեր եկեղեցում երբ որ մահանում են մեր քույրերից եղբայրներից դե բոլորս էլ գիտեք մահանալ կա չէ մահ կա այս աշխարհում բոլորս էլ ինչ որ ես այդ հայերեն հուղարկավորություն կարծեմ կկոչվի ես տանում եմ այդ ծառայությունը ասեմ ուշ ամենալավ էդի րոպեներն է Աստծո ավետարանը քարոզելու համար հենց Աստված է ասում մի մտնիր ուրախության տուն այլ սքի տուն դա գիտեք տեղը որտեղ ոչ կրան փախչել ոչ կան ինչ որ բան ասել ասա այն ինչ որ Աստված քո բերան ու շատ անգամ եթե պատումը հատկապես մեր հայերից նու հայեր շատ կան Ռուսաստանում ես շատ անգամ հիշում եմ մեր մեծ լորեցու խոսքերից որ ասում է այ անհագ մարդ այ անհոգ մարդ միտքդ երկար կյանքդ կարճ քանիսն անցան քեզպես քեզնից առաջ դու քո առաջ ինչ են տարել նրան կյանքից թե ինչ տանես դու քեզ հետ խաղաղ անցիր ուրախ անցիր երկու օրվա էս ճամպետ ես եթե խոսքերն որ ասում ես որ լռություն է դիրում մի բա անկախ այն բանից ինչ բիզնեսմեն է ինչ ունի նայում ես ու զգում որ ինչ որ բան դիպչես ինչ որ բան կպնում է այդ մարդու սրտին որպեսզի հասկանա որ կյանքի իմաստը մենակ դրա մեջ չէ այստեղից է սկսվում ճանապարհը առաջին կետը դա որպեսզի լինենք հոգով աղքատ գիտեք ինչ կարելի է մեկ ուրիշ ձևով այդ պատկերացնել հոգով աղքատ դա մարդ է որը ասենք վերցնենք այսպես հիվանդին մինչև չհամոզես որ նա հիվանդ է չի բժշկվի հիվանդը պիտի հասկանա համոզվի որ ինքը հիվանդ է
Եթե չի հասկացել, չի համոզվել, նա չի գնա բժշկի։ Ինչին է պետք բժիշկը, եթե չի համարում իրեն հիվանդ։ Նույն բանն է, դա է հոգով լինել աղքատ, հասկանալ քո այդ հոգևոր հիվանդությունը, որ կա մարդու մեջ։ Եվ եթե դա կա առաջին պունկտը, Հիսուսն ասում է արդեն երկրորդը։ Եվ ասում է, երանի նրանց, որ ողբում են, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Ռուսերենում գրված է, երանի նրանց, ովքեր լացում են, նույն բանն է, տարբերություն չկա, ողբացողն էլ է լացում, վերջի վերջում։ Ինչ է ուզում ասել այստեղ։ Այն, որ եթե դու հասկացար, որ դու հիվանդ ես, համոզվեցիր, մնում է մի բան, լացել, ձենդ քծել, խնդրել օգնություն, ով կարող է օգնել, ես ինքս չեմ կարող ինձ բուժել, ով կարող է օգնել, այդ լացն է, այդ ողբն է, դա հոգևոր է, կրա արդասում չտեսնես, բայց հոգու մեջ կա այդ լացը, կա այդ լացը հասկանում է, որ իրոք ինքը մեղավոր է, չի կարող ինքն իրեն հաղթել, դուրս բերել իրան այդ միջից չունի, չի հագենում այդ մարդու սիրտը ու նա ողբում է ու լացում եւ գրված է երանին այն հիվանդին, որը սկսեց լացել, երանին հոգով աղքատին, որն սկսեց գոռալ, փնտրել, ասում է նա անպայման նրան ինչ է գրած հայերեն կմխիթարվեն, այսինքն կլինի արձագանք, անպայման։ Ես հիշում եմ պատմությունը, երևի լսած լինեք, ծառայող հիմա արդեն տիրոջ մոտ է, Դավիթ Յոնգիչո, երևի լսած լինեք, նա որ ինչից սկսեց նրա ծառայությունը, նա երիտասարդ ժամանակ հիվանդացավ թոքախտով և բժիշկներն ասեցին, որ դե հույս չկա, դե իրենց Կորեայում բուդդիզմ է, չէ, ասեցին, ինչ ես դրա համար ողբում կամ այլն, մյուս կյանքում միգուցե մեկ ուրիշը լինես, բայց դե ինքը հասկանում էր, որ չէր ուզում ընդունել այդ կա, ուզում էր ապրել, բայց չգիտեր տիրոջը։ Նա ասում է, ես պարզապես փողոցով գնալիս պարզապես գոռացի, եթե դու կաս, ես չգիտեմ քեզ դու ով ես, բաց արա քեզ ինձ, ես քեզ կծառայեմ։ Այդ ողբ է, դա հիվանդի լացն է, դա հոգով աղքատի լացն է, հոգով աղքատի ճիճն է, որ գոռում է, եւ Աստված լսեց, ուղղեց մի երիտասարդ աղջկա ավետարանով եւ հետևանքը եղավ այն, ինչ որ բոլորդ էլ գիտեք։ Ես եղել եմ հարավային Կորեայում բուդդիստական երկիր, որտեղ բուդդիզմ է, այսօր մեծամասնությունը քրիստոնյա է, քրիստոնեությունը։ Այդ երկիրը աղքատությունից, այն դժբախտությունից բարձրացավ, դարավ զարգացած պետություն։ Այդ երկրորդ պունկտը այդուղու դա է։ Եթե մենք լաց ենք լինում հոգով, Աստծուն ենք դիմում, չի կարող պատահի, որ հայրը չլսի։ Չի կարող պատահի, որ նա չմխիթարի։ Դա անհնար է։ Եվ եկեք նայենք նրա մխիթարությանը։ Երրորդ պունկտը,
Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Պատկերացրեք, բժիշկը մոտեցավ արդեն որպեսզի մխիթարի եւ ասում է, ինչ է ասում, Երանի հեզերին, համեստներին, համեստ կարելի լսել հեզ բառը, նույնն է, չէ՞ կարծեմ, որը չի ընդդիմանում։ Եվ ասենք բժիշկն ասում է, գիտես ինչ, Զավագը ստամ, չգիտեմ, Արմեն ջան, Արշտուր ջան, հարգավոր պարգես ու պիտի վիրահատենք, ինչ-որ բան պիտի հեռացնենք։ Եթե հիվանդն ասում է, բժիշկ ջան, արա, ինչ որ ուզում ես, ինչ որ ուզում ես արա, ես տալիս եմ իմ կյանքը քո ձեռը, դա հեզությունն է։ Ասված էդ է Աստծո վիրահատությունը։ Չի սկսում, չէ, ես չեմ ուզում, որ այդպես լինի, ես ուզում եմ այնպես ինչպես ես եմ ուզում, որ լավ զգամ ինձ, եւ այլն, այդ արդեն հեզություն չէ։ Հեզը համակերվում է, ընդունում է այն, ինչ ասում է հայրը, ինչ ասում է բժիշկը։ Միտեղ կարդացել եմ մի քարոզիչ շատ լավ օրինակ է բերում, որպեսզի ապացուցի։ Գիտեք ինչ, նույնն է, չէ՞, կարելի ասել, դա հակառակ է այս աշխարհի մտածողությանը։ Ոնց կարող է համեստը, հեզը ժառանգի աշխարհը։ Դա անհնար է։ Ռուսերեն խոսք ասում են «Nagoсть это второе счастье», չգիտեմ, երևի լսած լինեք, բայց Քրիստոսն ասում է չէ։ Հեզությունն է երկրորդ երջանկությունը, вообще երջանկություն է։ Հեզ լինելն է, հակասում է այս աշխարհի դիրքին, այս աշխարհի աշխարհայացներին, հակասում է Աստծո խոսքը։ Եվ բերում մի լավ օրինակ, ասում է, գիտեք ինչ, վերցրեք գայլը եւ շունը։ Պաստորին կարելի է որ մի կենտանեն, մի տոմից, ցեղից, ոնց են ասում, նույն բանն է։ Գիտեք, ավճարկաշունը դի գայլի եւ շան խառնուրդ է։ Բայց ինչով են տարբերում։ Շունը այսպես հեզություն արեց ու ասեց իր տիրոջը մարդուն ինչ ուզում ես կանեմ, հաճալ է պետք է հաճամ, պետք չէ հաճալ չեմ հաճա, կապել գուզես կապե, արձակել գուզես արձակե, ես հնազանդվում եմ։ Ու իրոք այսօրվա օրը շները երևի կարելի ասել տուն չկա, որ շուն չլինի, չգիտեմ, հատկապես Ռուսաստանում երևի բոլորը շուն են պահում, գիտեք ինչ, ու այդ շները այնքան իրենց մասին չեն հոգատար, մինչքան այդ շների մասին, նրանք մեզից ավելի լավ են ուտում, արդեն ունեն իրենց ռացիոնը, ինչ են ուզում, կան զակաս տալ մինչև անգամ, ինչ կուտեն այսօր, շոր են հագնում, հատկապես Սիբիրում դուրս գալու համար։ Ու իրոք տեսնում ես, որ շունը ժառանգեց այս երկիրը, բայց գայլը, որ ասե չէ, ես ազատություն եմ սիրում, ես չեմ ուզում ենթարկվել մարդուն, այս օրը խիղճ գայլը կարմիր գրքերի մեջ է ուժը արդեն, չկա, որովհետև ընդդիմացավ ճշմարտությանը։ Մինչև անգամ այդ հասարակ օրինակը բացում է, որ դա է իրականությունը, դա Աստծո խոսքն է ասում։ Վերցրեք կադվին եւ վագրին նրանք էլ են նույն, այդ մասին չեմ էլ ուզում խոսել, կադուներն արդեն չգիտեմ, ոչ թե տներն արդեն
մեր բարձրի վրա են քնում, չգիտեմ, գրավել են ամեն ինչ, եւ Աստծո խոսքն ասում է հեզերը կժառանգեն այս երկիրը, համեսները, Աստծո խոսքը կատարողները, հեզերը կժառանգեն, աշտարները կժառանգեն այս երկիրը, ոչ միայն հավերժության մեջ, գիտեցեք, եւ այս երկրում։ Մենք դա չենք տեսնում, գիտեք ինչ, որտեղ մեր կյանքը կարճ է ժամը այս հողի վրա, մենք չենք տեսնում, թե ինչ է կատարվում հետո։ Եվ իրոք, սիրելիներս, մեր ժառանգները, մեր հետնորդները, ինչպես բիոլոգիկ, այնպես էլ հոգևոր հետնորդները, նրանք կժառանգեն այս երկիրը։ Ամեն։ Բերեք շարունակենք։ Ինչ ասում հետո։ Երանի նրանց, որ աշտարության քաղցն ու ծարավն ունեն, որև նրանք պիտի հագենան։ Պատկերացրեք այդ մարդը, որ համոզվեց, որ հիվանդ է եւ բժիշկը ինչ որ ուռուցք վիրահատեց, արդեն իրան լավ է զգում։ Նա գիտես ինչ է անելու։ Դե գիտեք էլի, մարդու մեջ այդ հոգևոր ուռուցքներից շատ կա։ Գոռոզություն, հպարտություն, չթևեմ երևի, շատ են, գիտեք։ Այդ բոլորն էլ ուռուցքներ են կարելի ասել, որոնցից պետք է ազատվել։ Եվ այդ մարդը, որը տեսնելով, որ իրոք Աստված հեռացրեց ու արդեն իրան այդ բնակավարում լավ է զգում, նա սկսում է ծարավ լինել այդպիսի դրանի ծարավ լինել ու ասում է էլի բժիշկ ջան, էլի Աստված ջան, էլի ես ուզում եմ, ես զգում եմ, որ իմ մեջ էլի բաներ կա, որոնք խանգարում են ինձ, բայց ես չեմ կարող ինքս ազատվել դրանից, դու ես բժիշկը, դու ես արարիչը, հեռացրու, ես ծարավ եմ այդ ճշմարտություններով, քո ճշմարտություններով, ես մենակ դրանով է հագենում իմ հոգին։ Այս սրա մասին է ասում։ Երանի, ով որ սկսում է հագենալ, սկսում է ծարավել ճշմարտությունից, Աստծո խոսքով, Աստծո խոսքից, դա է համարում իրական կերակուրը, ամենօրյա, չի թողում սոված այդ իրա նոր ծնված, այդ մարդուն իր հոգուն։ Դրանից հետո ասում է Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի ողորմածներին։ Գիտեք ինչ, եթե մինչև այս պունկտը դա խոսակցություն էր մարդու և Աստծո մեջ, իր արարչի մեջ, այստեղ Աստված սկսում է բացել մեկ ուրիշ նույնպես հաշտակ։ Հարաբերությունները մարդու և մարդու մեջ։ Որովհետև դա շատ կարևոր է, որովհետև իրական հավատքը Աստծուն բացում է հենց այդտեղ, թե ինչ հարաբերություններ ունենք մենք մեր քույրերի, եղբայրների, այս աշխարհիկ վերջուվերջ, մենք ապրում ենք այս աշխարհում, մենք չենք կարող առանձնանալ այս աշխարհից։ Եվ ասում է Երանի ողորմածներին, նրանք ողորմած կլինեն։ Ու պատկերացրեք մարդուն, որը այդպես հեզությամբ, իր ծարավությամբ ստացավ Աստծոց այդ բոլոր լրացրեց իր կարիքները և ինքը ուրախ է, որ դա կա, որ ինքը
հիմա արդեն ազատ է այդ բոլորից։ Զգում է այդ նոր ձևի, նոր աչքերով է նայում կյանքին, աշխարհին, իրադարձություններին։ Բայց գիտեք ինչ, տեսնում է եւ իր շուրջ մարդկանց, որոնք դեռ գտնվում են այն նույն իրավիճակում, ինչում որ ինքն էր գտնվում, եւ չի հբարտանում նրանց վրա։ Եվ չի ասում Սոկրատեսի նման, ես հասկացա, որ ես ոչինչ չգիտեմ, իսկ դուք տգետներդ դա էլ չգիտեք։ Այդպես չի ասում։ Նա սկսում է մտածել, բայց չէ որ ես ողորմածությամբ դա ստացա։ Ուրեմն ես էլ պետք է ողորմած լինեմ մարդկանց նկատմամբ, որոնք իմ մոտ են, իմ շրջակայքում են։ Սա արդեն քրիստոնյա մարդու այն էական փոփոխությունն է, որ կատարվում հենց եկեղեցու մեջ, քույրերի, եղբայրների մեջ։ Երբ միմյանց նայում են Աստծո ողորմածությամբ։ Իհարկե մենք բոլորս էլ սավերշեննի կատարյալ չենք, կան թերություններ, բայց մենք նայում ենք միմյանց այդ ողորմածությամբ Աստծո, որովհետև խոսքն ասում է քո ողորմածությունն է բերում մարդուն ապաշխարվելու։ Ողորմածությունը դա ուժ է, դա թուլություն չէ, դա Աստծո ուժն է, որի միջոցով բացվում է դիմացի մարդուն, մոդիկին, մեր մոդիկներին, իսկ մեր մոդիկները մենակ մեր հարազատները չեն, մեր մոդիկները յուրաքանչյուր մարդ է, որին մենք հանդիպում ենք, մինչև անգամ մարշրուտքի մեջ կամ չգիտեմ որտեղ, вообще կարևոր չէ, ընդհանրապես կարևոր չէ դա, դրանք են մեր մոդիկները։ Եվ մենք տեսնելով նրանց թերությունները, թեկուզ եւ մեր նկատմամբ, մենք նայում ենք ողորմածությամբ։ Մենք խնդրում ենք Տիրոջից, որ նրանք էլ բուժվեն, որ նրանք էլ Աստծո աչքերով նայեն կյանքին, տեսնեն իրականությունը, տեսնեն, թե ինչ է նշանակում լինել ազատ։ Մյուսը կաշխատեմ արագ, որպեսզի հասցնենք, 8-րդ խոսքը ասում է Իրանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք պիտի տեսնեն Աստծուն։ Գիտեք ինչ, իսկ նախքին քայլը կատարելուց հետո, երբ որ դու սկսում ես ողորմած լինել մարդկանց նկատմամբ, որոնք քո սիրտը սկսում է մաքրվել, քո մոտիվները սկսում են մաքրվել։ Դու արդեն այն փարիսեցիների ոգին չունես։ Դու սկսում ես ունենալ Աստծո ոգին եւ քո սիրտը մաքրվում է եւ դու սկսում ես ճանաչել քո հորը։ Քո հոգեվոր աչքերը տեսնում են քո հորը։ Էդի ինչ բայ է Տեր Աստված, երբ որ մենք տեսնում ենք քեզ։ Գիտես, ավելի ռեալ ես տեսնում, քան եթե տեսնեիր սեփական աչքերով, քո հոգու, քո սրտի աչքերով, որը անկարելի է բացատրել, անհնար է բացատրել, բայց դու տեսնում ես, դու գիտես, որ դու գիտես, որ դու գիտես, որ դու գիտես, որ դու գիտես, անհնար է քեզ տարակուսանքի մեջ գցել, անհնար է։ Այդ դա է, արդեն դու ճանաչում ես քո հորը, արդեն դու ճանաչելով քո հորը հասկանում ես կյանքի իմաստը, ինչի համար ես դու ծնվել, ինչի համար է Տերը քեզ ստեղծել։ Մյուս խոսքը,
ասում է երանի խաղաղավորներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Եվ երբ որ դու տեսնում ես արդեն Աստծուն, հասկանում ես ամբողջ կյանքի իմաստը, էությունը, մնում է մի բան, կատարել այն, ինչ կատարեց ինքը մեր Տերը։ Եսայիա մարգարեն ասում է, նա վերցրեց մեր մեղքի պատիժը իր վրա, որպեսզի մենք ունենանք խաղաղություն մեր հոր հետ։ Նա առաջին խաղաղարարն է։ Եվ մենք նույնպես դառնում ենք այդ խաղաղարարը։ Միակ բանը, որ ուզում ենք, յուրաքանչյուրին, որին տեսնում ենք, բերել այդ խաղաղությունը։ Բերել այդ խաղաղությունը իր հոր հետ, որպեսզի ճանաչի, ինչի համար է ծնվել, ինչի համար է ապրում։ Սա է ամբողջ կյանքի իմաստը, սիրելիներս։ Ես դեմ չեմ իհարկե ունենալ, դա բոլորը պետք է։ Դրանք նյութական բաներ մինչև անգամ կարելի է ասել, եթե դու զբաղված ես, ապրում ես այս խոսքով, այդ բոլորը կտրվի։ Աստված այդ բոլորը կտա, տեսնելով մեր այդ ձգտումը, թե ինչ ձևի ուզում ենք լինել այդ խաղաղարարը Աստծո համար։ Եվ նայեք վերջին երանելությունը։ Երևի, չգիտեմ, մարդ մտածեց, ու այս վերջինը պետք չէր երևի։ Երանի նրանց, որ հալածվում են աշտարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Գիտեք ինչ, դա խիքիր է, ճանապարհն անցնելով ուզում ենք, կարծում ենք, թե վերջում ամեն ինչ լավ կլինի, բայց դուք գիտեք ինչ է, թվում եք, թե դա լավ չէ։ Բայց մի բան գիտենանք, որ այս աշխարհի ոգին Աստծո ոգին չէ։ Ու անպայման կլինեն այդ հանգամանքները, այդ հալածանքները, կլսենք մեր հասեին շատ բաներ։ Դրանից փախչել պետք էլ չէ։ Դա էլ ավելի է ամրացնում մեր հավատքը։ Պետք չէ դրանից փախչել։ Բայց գիտեք ինչ, հետաքրքիր է, նայեք ինչ է ասում։ Ասում է, հենց, որովհետև նրանցն է երկրի թագավորությունը, 10-րդ խոսքում։ Բայց հետաքրքիրն այն է, որ հենց այս երանելությունը սկսելուց նույնը ասեց, հենց երրորդ խոսքում, Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Սկսեց դրանից և վերջացրեց դրանից, բայց ի՞նչն է տարբերությունը։ Առաջին անգամ, երբ որ ասեց, թե հոգով աղքատներինն է Աստծո առկայությունը, ինքը Քրիստոսը դա ասեց հավատալով։ Սիրելիներս, Քրիստոսը հավատում է մեր համար։ Նա հավատով ասեց, դու առաջին քայլը արեցիր, եթե շարունակես, դու կմտնես Աստծո առկայություն, և վերջացնում է, ապրես դու մտար Աստծո առկայություն։ Դա արդեն փաստ է։ Դու անցար այդ ճանապարհը։ Դու ընթացիր այդ ճանապարհը, որը մի կյանք է, և դու մտար Աստծո առկայություն։ Այս է ուղին, այս է ճանապարհը։ Ես մի քանի խոսք ուզում եմ ասել, երբ որ Իրկուտսկից դուրս եկանք,
Շատերին չեմ տեսել վաղուց, հարազատներին, հատկապես ընկերներին, դասընկերներին, մոդիկներին, գիտեք ինչ, ինձ թվաց թե ես նույն ձևով, ոնց որ Հիսուսն էր նայում այդ բազմությանը, ես ուզում եմ ասել, որ այսօր յուրաքանչյուրը ձեր մեջ նույն հոգին է, նույն Տերն է։ Մենք պետք է նայենք մեր մոդիկներին հենց նույն այդ աչքերով։ Ես անցյալ օրը մոտեցա իմ դասընկերներից մեկին, չէինք տեսել մոտ 35 տարի, չգիտեմ։ Գիտեք ինչ, նայում եմ այդ թաղծած արդեն աչքերին, կրնջոտված, իհարկե, հիշում եմ են ջահել օրերը, քննությունների օրերը, պարաբում ենք իրար հետ։ Ոնց որ թե մի ակնթարթ, կյանքն անցավ։ Ու մտածում ես, ու ասում եմ, գիտես ինչ, ես եկել եմ ինչ-որ բան տալու, արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, հաճույքով կկիսվեմ, կտամ։ Ու գիտեք ինչ, այն ինչ որ մենք ունենք, ավելի թանկ է, քան թե արծաթն ու ոսկին։ Գիտեք ինչ, այնքան թանկ է, որ գին էլ չունի։ Այս աշխարհում ամեն ինչ գին ունի։ Մարդիկ գնահատել են ամեն ինչ, դրա համար էլ գին ունի։ Բայց Աստծո խոսքը, Աստծո արքայությունը անգին է։ Չեն կարողանում գնահատել, հնարավոր չէ գնահատել։ Այն ինչ որ գին ունի, սահմանափակված է, վերջ, դրանից ավել չի լինի, բայց այն ինչ որ գին չունի, անսահմանափակ է, դա հավերժություն է, դա ամեն ինչ է, այն ինչ որ հնարավոր չէ, այդ ձևով էր նայում Հիսուսը այդ բազմությանը, և նա ուներ ամեն ինչ, որպեսզի ոչ միայն հավերժություն տալ, այս երկրի վրա էլ ապահովել բժշկություն։ Մարգարեական խոսքով դիպչել ինչ որ մեկին ասելով, որպեսզի ուղղի, նույն հոգին, ես հավատում եմ, որ եկեղեցին կգա այդ օրերին։ Դա պետք է լինի մարդու ցանկությունը, որպեսզի ցանկանա հենց այդ Քրիստոսի աչքերով նայել մեր երկրին, մեր ժողովրդին, մեր քաղաքին, մեր այդ աչքերով նայել։ Ու կտեսնես, թե ինչ հրաշքներ կկատարի Աստված։ Ամեն։ Ժամանակս վերջ։ Դե ես այդ դեպքում կվերջացնեմ այս կարճ խոսքը։ Եկեք մի հատ աղոթենք միասին։ Տեր մեր Աստված, քո շնորհակալ ենք քեզանից, քո սուրբ հոգուց, որ դու դարձում ես ճանապարհը, որը կոչվում է կյանք, որպեսզի մենք ապրենք այդ կյանքով։ Մենք ուզում ենք ապրել Տեր այդ կյանքով։ Դուր այդ ջուրը, որը կհոսի մեր սրտերից, կանցնի ուրիշներին, նրանց հոգիներին։ Մենք ծարավում ենք այդ ջրից,
դուր մեր այդ ջուրը մեզ Գոհ շնորհակալ ենք քեզանից Հայր մեր